Երբ լույսի բանակը ունենա իշխանություն, այսինքն երբ բոլորդ միանակ վերածննդի շարժմանն ու մեր հետ դուրս գաք փողոց ու ընդամենը մի կամ մի քանի օրվա մեջ այս համակարգը հիմնահատակ արմատախիլ անենք, այդ ժամանակ մեր իշխանության օրոք այս թեման չի լինելու արձագանքային, այս թեման կլինի օրակարգային։ Մենք կբացենք 1921 թվականի ամբողջ համակարգի վերանայման հարցը միջազգային իրավական դաշտում հենց Ադրբեջանի գործողությունների հիման վրա։ Մենք Նախիջևանը կդնենք ոչ թե զիջման կամ երազանքի, այլ քաղաքակրթական պատասխանատվության տիրույթում։ Մենք Սյունիքը կվերածենք ոչ թե պաշտպանվող սահմանագծի, այլ ուժի, վերահսկման ու ռազմավարական ինքնիշխանության գոտու։ Ու ամենակարևորը, մենք այլևս երբեք չենք թողի, որ հայոց ճակատագիրը որոշվի հին պայմանագրերով, որոնք ստորագրվել են մեր հայ ազգի գլխից թռնելով։ Ու քայլ առ քայլ բոլոր իրավական, բարոյական ու պատմական հիմունքները որպես պողպատե մեղ կմեղենք բոլոր միջազգային հարթակներում։ Ուստի խոսքը ոչ պատերազմի մասին է, ոչ էլ ռազմական լուծումների։ Պատմության մեջ չեն պարտվում նրանք, ովքեր կորցնում են տարածք, դա ժամանակավոր է։ Պարտվում են նրանք, ովքեր կորցնում են իրավական ու մտավոր լեզուն։